Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հուլիսի 17-ն է, երեկ մենք հաղորդում չենք ունեցել, քանի որ Երևանում էի, Շիրակ Թորոսյանի պատգամավոր Շիրակ Թորոսյանի մայրիկի հուղարկավորությանն էի մասնակցում, գիշերը ուշ եմ վերադարձել Ջավախք եւ հիմա բազմաթիվ հարցեր են կուտակվել քննարկելու։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր որ նախորդ հաղորդման ժամանակ արձագանքեցին եւ բաժանորդագրվեցին մեր ալիքին։ Ամեն օր չէ որ մենք 100-ից ավել բաժանորդագրվողներ ունենք եւ հիմա արդեն վստահորեն շարժվում ենք 47000-ին, մոտ 250 բաժանորդագրություն է մնացել։ Իմիջիայլոց տեսնում եմ հարցեր թե ինչպես ճիշտ բաժանորդագրվել, զանգակը սեղմելիս գիծ վարան պետք է լինի թե չէ, բնականաբար եթե գիծ է լինում, դա նշանակում է որ դուք չեք ուզում ստանալ հաղորդագրություն, ոչ մի գիծ չպետք է լինի, եթե դուք զանգակը սեղմում եք, անպայման որևիցե գիծ չպետք է լինի զանգակի վրա։ Ուղղակի գրած է բաժանորդագրվել կամ պատվիսած է։ Լայքերը նույնպես կարևոր են, հարցեր կա թե ինչ է անում լայքը, փող է բերում, ինչ է անում, չէ, բնականաբար լայքերը նրա համար են, որպեսզի մեր տասյան նյութերը ավելի շատ տարածվեն, արագ տարածվեն եւ կա այդպիսի վարկած, որ յուրաքանչյուր լայք ապահովում է 10 դիտում։ Բոլորն են խոսում այդ մասին, բնականաբար 100%-ով ոչ ոք չգիտի, բայց ասում են, որ լայքերը ուղղակի օգնում են տեսանյութերի տարածմանը։ Դրա համար չափազանց շնորհակալ եմ եւ չափազանց կարեւոր է մեզ համար ձեր լայքերը։ Անոնսավոր եմ, թե ինչ թեմաներից ենք այսօր մենք խոսելու։ Հայաստանից մի երկու կարևոր թեմա կա, մեկը Արարատ ցեմենտի մասով հետաքրքիր տեղեկություն ենք ստանում, որ դատախազության պահանջը դատարանը բավարարել է Արարատ ցեմենտի մասով, դրանից բացի երեք կարևոր քննարկում կար կառավարությունում, տեսանք Արարատ Միրզոյանի հայտարարությունը TP վերաբերյալ եւ ռազմավարական հարաբերությունների Միացյալ Նահանգների հետ այդ հարցն է մտնում բավերացման օրակարգ եւ բավերացնում է սկսում Հայաստանի կառավարությունը, բավերացնել է սկսում Հայաստանի կառավարությունը TRIP ծրագիրը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համապարփակ համագործակցության շուրջ համաձայնագիրը։ Դրանից բացի մենք տեսանք հետաքրքիր մի տեղեկություն, ճիշտ ասած չգիտեմ ինչպես են իրագործելու, բայց շատ հետաքրքիր է, որ Հայաստանի ներկայացուցիչները Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ քննարկում են, թե ինչպես կարելի է ապրանք արտահանել Միացյալ Նահանգներ, հատկապես գյուղատնտեսական նշանակության ապրանքներ՝ միրգ, բանջարեղեն եւ այլն։ Մնացած հաջորդ թեմաները կրկին վերաբերում են Հայաստանին, բայց Հայաստան չեն, օրինակի համար Բայրամովի եւ Լավրովի հանդիպումը։ Չափազանց կարևոր հանդիպում է մեզ համար, իմիջիայլոց ասեմ, որ տեղեկությունները քիչ են, կան հաղորդագրություններ, որոնք որ անպայման պետք է քննարկել եւ պետք է հասկանալ, քանի որ դրանք վերաբերվում են Հայաստանին, այսինքն այն ինչ կա, այն հաղորդագրությունները, որոնք որ մենք ունենք, դրանք կքննարկենք եւ կհասկանանք։ Մնացած հարցերը վերաբերվում են Ուկրաինայում հիմա հետաքրքիր իրավիճակ է կառավարության հրաժարականից հետո եւ դրանից հետո երբ որ պաշտպանության նախարարին նույնպես նախագահ Զելենսկին հեռացրեց պաշտոնից, նրա տեղակալներին նույնպես հիմա Ուկրաինայում բռնկել են ցույցեր, շատ տարօրինակ իրավիճակ է, պատերազմող երկրի համար նման բան այս տարիների ընթացքում չկար Ուկրաինայում, կան հետաքրքիր զարգացումներ ռազմաճակատում, կարևոր զարգացումներ։ Թուրքիայի արտգործնախարարն է գտնվում Կիևում, այսօր նաև Բայրամովն է մեկնելու Կիև, Մոսկվայից Կիև է մեկնում, այսինքն հետաքրքիր շատ հարցեր կան քննարկելու, դրանից բացի Իրանի շուրջ նորություններ կան։ Միացյալ Նահանգները սկսել է արդեն հարվածներ հասցնել կամուրջներին, այսինքն կարևոր փոփոխություններ ռազմական գործողությունների մեջ, կարևոր հայտարարություններ, հետաքրքիր շատ իրավիճակ, որը որ մանրամասն նույնպես քննարկելու կարիք ունենք։ Չինաստանի մասով էլ կան հարցերը, որոնք որ կքննարկենք։ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել, մեղադրել է Չինաստանին, որ Չինաստանը միջամտել էր Միացյալ Նահանգների ընտրություններին 2020 թվականին, մեղադրել է Ռուսաստանին, Իրանին, Հյուսիսային Կորեային, հետաքրքիր շատ
փոփոխություններ են, դրանց բացի տեղեկություն երեք ստացանք այն մասին, որ Չինաստանը մոկետավորել է, այսինքն մակետներն է ստեղծել տարբեր ռազմական օբյեկտների, նավերի, ամերիկյան եւ դրանց հարվածներ է հասցնում, ինքն պոլիգոն է սարքել, այդ հարցը նույնպես կքննարկենք։ Հիմնականում ահա այս հարցերն են։ Սկսենք բնականաբար Հայաստանից։ Կարծում եմ ամենակարևոր տեղեկություններից մեկը այն է, որ Արարատ ցեմենտը հանձնվեց ղեկավարման Հայաստանի Հանրապետությանը, երեք այդ մասին մենք տեղեկացանք երեկոյան կողմ, հաստատի դատարանը բավարարել է դատախազության պահանջը եւ հիմա Արարատ ցեմենտը վերցվում է Գագիկ Ծառուկյանի ձեռքից եւ տրվում է Հայաստանի Հանրապետությանը։ Ես երեք կրկին մեկ անգամ ականատես եղա, թե ինչ ունեցվածքի տեր է Գագիկ Ծառուկյանը, բնականաբար մի երկու փողոցով անցնելիս։ Դա երևի իր ունեցվածքի ընդամենը մի 10%-ներ, բայց ահռելի մեծության եւ հարստության շենք էր։ Կրկին ու կրկին դա տեսել էի մասամբ, հիմա նորերն էլ էր կառուցում։ Կրկին ու կրկին մեկ անգամ համոզվում ես, որ հասարակ մարդը փոքրիկ այդպիսի աղքատ երկրում չէր կարող հասնել այդպիսի մեծ բարձրունքների, եթե բնականաբար օգնողներ չունենար։ Եվ շատ մեղմ եմ հիմա արտահայտվում, չեմ ուզում ուրիշ հայտարարություններ անել, դրա համար հիմա նման գործողություններ են ընթանում իր դեմ եւ իր քաղաքական գործունեության դեմ նույնպես։ Մինչեւ վերջերս, երբ որ ինքը դեռ չէր մտել քաղաքականության մեջ, այսինքն նեյտրալ էր փորձում իրեն պահել, հիմա որոշեց մտնել այս խաղի մեջ եւ մենք հասկանում ենք այդ ամենը որտեղից էր գալիս եւ ինչպես, սա եղավ արդեն պատասխանը Հայաստանի Հանրապետության իշխանությունների իրավապահ համակարգի, բայց ժողովուրդը միանշանակ այդ պատասխանին իսկ երբ համոզված եմ իր մեծամասնությամբ իհարկե կլինեն մարդիկ, որ դեմ են, կլինեն մարդիկ, որ որոշ կապերով կապված են նրա հետ կամ իր բիզնեսի հետ, տարբեր ձևի մարդիկ կան, բայց բացարձակ մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ես գրեթե վստահ եմ, որ համոզված են եւ կարծում են եւ սպասում են Հայաստանի իշխանություններից, որ արդարությունը կվերականգնվի նաեւ այդտեղ։ Հաջորդ կարևոր հարցը TRIP-ի վավերացումն է։ Դրանից բացի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացումը։ Երեք այս մասին հայտարարեց նաև Արարատ Միրզոյանը եւ ասաց, որ մենք սկսում ենք Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև TRIP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացնելու գործընթացը։ Որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով ուղարկենք սահմանադրական դատարան, հայտարարեց Արարատ Միրզոյանը։ Վերջին օրերին, ինչպես արդարացի նկատել եք, քննարկումները շատ են TRIP-ի շուրջ եւ TRIP-ը արդեն տեսնում ենք, որ մտնում է կոնկրետ գործնական փուլ, սկսվելու են գործնական աշխատանքները TRIP-ի ուղղությամբ։ Ես մեկ անգամ չէ որ ասել եմ, հիմա էլ կարող եմ ասել, որ վավերացումից հետո արդեն կարող ենք տեսնենք առաջին աշխատանքները TRIP-ի ուղղությամբ, քանի որ նաև խմբեր են եկել, նախագծեր են արդեն գծվել TRIP-ի շուրջ, չգիտեմ որքանով վերջնական է, հնարավոր է էլի գան, էլի փոքրիկ ճշտումներ, նախագծումներ լինեն, արդեն մենք պատկերացում ունենք, թե որ ընկերությունն է այդ ծրագիրը իրականացնելու Միացյալ Նահանգների կողմից, ով է իրականացնելու, ազգությամբ ռուս, մասամբ նաև հրեա մեծ գործարար, որը որ վերանորոգում է Սպիտակ տան պարային հատվածի վերանորոգումը, որը որ հիմա նախաձեռնել է Դոնալդ Թրամփը։ Այսինքն երևում է, որ Միացյալ Նահանգների նախագահի վերահսկողության ներքո է ընթանալու TRIP նախագիծը, ինչպես նաև պետքարտուղարության անմիջական ղեկավարության ներքո է լինելու այդ հարցը։ Այսինքն ես կարող եմ գրեթե վստահ ասել, որ այս տարվա մեջ մենք արդեն կարող է տեսնենք մինչև տարվա վերջ գործնական աշխատանքների մեկնարկ TRIP-ի շուրջ։ Մենք նաև երեք հետաքրքիր մի հաղորդագրություն տեսանք, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի ներկայացուցիչները հանդիպել են եւ քննարկում են թե ինչպես հայկական
գյուղատնտեսական արտադրությունը հասնի Միացյալ Նահանգներ։ Բավականին դժվար իրականացվող հարց է, ինչպես բնականաբար ինքնաթիռներով երևի, այսինքն դժվար իրականացվող հարց է, բայց երևի թե անհնարին չէ, քանի որ նման քննարկումներ կան։ Միջ այլոց տեսա, որ Հայաստանում արդեն Իրանի գները բավականին լուրջ ձևով թանկացել են։ Չեմ կարծում, որ դա սեզոնի ավարտ է, ամենայն հավանականությամբ պայմանավորված են նրանով, որ արդեն Իրանը գնում է տարբեր երկրներ։ Շատ արագ սկսեց գնալ տարբեր երկրներ, Եվրոպա եւ ոչ միայն դրա համար միանգամից Իրանի գինը թանկացավ։ Հիմա անցնենք մնացած կարևոր հարցերի քննարկման եւ կարծում եմ ամենակարևոր հարցերից մեկը Բայրամովի եւ Լավրովի հանդիպումն է։ Ադրբեջանի արտգործնախարարի եւ Ռուսաստանի արտգործնախարարի։ Ուրեմն երեկվա հայտարարությունը Ռուսաստանի ԱԳՆ-ից վերաբերվում է Հարավային Կովկասին, որ Ռուսաստանը պատրաստ է, այսինքն նույն բանն են կրկին ասում, բայց կարևոր է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սահմանազատմանը, քարտեզագրմանը, այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարությունը եւ նրանք նշում են, որ չափազանց կարեւոր է, որ լինի Հարավային Կովկասում խաղաղություն։ Եթե մաս առ մաս ասենք քննարկել այս հաղորդագրությունը, մեկ բան հստակ է, ռուսները դեռևս պատկերացնում են, որ իրենց միջնորդությունը կարևոր է հայտարարությունների մակարդակով, իրենք պատկերացնում են, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել իրենց մոտ եւ իրենք կարող է օգնել սահմանազատման գործընթացին։ Սա բազմաթիվ արգելքներ կան, որպեսզի դա այդպես լինի, նախ Ռուսաստանը արդեն նախկինը չէ։ Իրենք չեն նկատում երևի, որ իրենք արդեն նախկինը չեն։ Ոչ միայն Հարավային Կովկասի մասով, այլ ընդհանրապես աշխարհում իրենց դիրքը նախկինը չէ, հատկապես այս վերջի ամսվա մեջ իրենք շատ լուրջ ձևով իրենց քաշը կորցրել են համաշխարհային ասպարեզում, Հարավային Կովկասում նույնպես։ Հաջորդը մենք շատ լավ գիտենք, որ Միացյալ Նահանգներն է զբաղվում այդ հարցով եւ Թրամփի նախաձեռնությամբ էր ստորագրվել օգոստոսի 8-ին կարևոր փաստաթուղթը, որի վրա որ հիմա կառուցվում է այդ շենքը Հարավային Կովկասում համագործակցության եւ Ռուսաստանը այստեղ իրեն ուզում է ուղղակի խոթել այս գործընթացի մեջ, ձեռքի հետ էլ դուրս մղել Միացյալ Նահանգներին։ Սահմանազատման սահմանագծում ընդհանրապես Ռուսաստանի հետ եթե նման բան իրականացվի, դա նոր պատերազմի սկիզբ է դառնալու։ Խաղաղության մասով, որի մասին որ իրենք խոսում են, մենք հասկանում ենք, որ դա ձեռնտու չի եղել Ռուսաստանի Դաշնությանը, ձեռնտու չէ եւ ձեռնտու չի լինելու, քանի դեռ Պուտինի վարչակազմն է Ռուսաստանը ղեկավարում։ Ինքն այս հաղորդագրությունը ամբողջովին կարելի է առնել եւ զիվիլը գցել, բայց իրենք չեն հրաժարվում իրենց ծրագրերից։ Ընդհանուր առմամբ ցանկությունները լավն են, չես կարող ասել թե հայտարարության մեջ վատ ցանկություններ կան, բայց հասկանում ենք թե որը որից հետո է։ Սա Ադրբեջանին է հիմնականում ներկայացվում, Ադրբեջանին են այդ հարցը հիմա իրենք ուղղում հիմնականում, որ արիք է մեզ էլ թողեք բանակցային գործընթացի մեջ, մենք կրկին լինենք դերի մեջ եւ իօգուտ Ադրբեջանի աշխատենք ինչպես որ նախկինում աշխատեցինք։ Հաջորդ հաղորդագրությունը, որը որ կա Լավրովի եւ Բայրամովի քննարկելիք հարցերից Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության կողմից ասում է, որ մենք Բայրամովի հետ քննարկելու ենք մեր երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր, մեր բարեկամությունը, համագործակցությունը եւ այլն եւ այդպես շարունակ։ Շատ հետաքրքիր կլինի տեսնել արդեն մնացած հաղորդագրությունները, թե ինչ ձևի հանդիպում է տեղի ունեցել, բայց Ռուսաստանը կրկնեմ, այն առաջին եւ երկրորդ հաղորդագրությունը հստակ ակցենտը ուղղում է Հարավային Կովկասի վրա այնպես, որ Ադրբեջանի միջոցով կրկին մտնի տարածաշրջան։ Մեզ դրա համար չափազանց կարևոր է հիմա լսել նաեւ Ադրբեջանի արձագանքը այս հանդիպումներից հետո։ Գրեթե վստահ եմ 3+3-ի հարցը նույնպես քննարկված կլինի
այդ հանդիպման ընթացքում։ Հաջորդ հարցը, որը որ մենք ստանում ենք Բաքվից, ոչ պակաս կարևոր է։ Երեք հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Պաղեստինի վարչապետին իր մոտ եւ հայտարարել է, որ Ադրբեջանը ճանաչում է Պաղեստինը որպես անկախ պետություն։ Սա շատ հետաքրքիր հայլ է Ադրբեջանի կողմից։ Հաստատի Ադրբեջանը փոխում է իր քաղաքականությունը Իսրայելի նկատմամբ եւ Պաղեստինի նկատմամբ։ Մի ասեք թե Հայաստանը ճանաչել է, հետո ինչ Ադրբեջանն էլ ճանաչում է։ Այս ամենը շատ հետաքրքիր ձևով համընկավ հայոց ցեղասպանության հարցի քննարկման հետ Իսրայելի Քնեսեթում, երբ որ կառավարությունը իջեցրեց այդ հարցը Քնեսեթ։ Գլոբալ առումով սա նշանակում է մեկ բան. Ադրբեջանը ավելի ու ավելի շատ է սկսում սինխրոնիզացնել իր քաղաքականությունը Թուրքիայի հետ եւ ավելի ու ավելի հետ է կանգնում, փչացնում է իր հարաբերությունները Իսրայելի հետ։ Ավելի ճիշտ, Ադրբեջանում էլ հասկանում են, որ Իսրայելի համար կարող է առաջնահերթությունները փոխվեն Հարավային Կովկասում եւ դրա համար այսպիսի քայլի է դիմում Ադրբեջանը։ Այն ինչի մասին մենք խոսել ենք բազմիցս մեր հաղորդումների ժամանակ։ Եվ այս քայլը Իլհամ Ալիևի կողմից ես կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ ունենա բավականին լուրջ արձագանք, ավելի լուրջ արձագանք, քան Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումն էր։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ձեր թույլտվությամբ խոսենք Իրանից, հետո վերջում Ուկրաինայից։ Գիտեք, մենք մի հետաքրքիր շատ հաղորդագրություն ստացանք Միացյալ Նահանգներից, այն մասին, որ Թրամփը այնուամենայնիվ մտածում է ընդլայնել ռազմական գործողությունները ընդդեմ Իրանի։ Շատ հետաքրքիր տեղեկություն է այն մասով, որ այստեղ կա նաև ակնարկ, որ կարող է նաև ցամաքային գործողություններ սկսել։ Միացյալ Նահանգները ընդդեմ Իրանի եւ փորձեն մի քանի կղզի գրավել եւ արդեն ցամաքային ձևով մտնել Իրան, բնականաբար հետո նաև փորձեն ատոմային հարցը լուծել, բայց ամենակարևորը այն է, որ իրենք ուզում են մաքրել այդ ափամերձ հատվածը Հորմուզի նեղուցի, որտեղից որ Իրանը կարողանում է հարված հասցնել նավերին։ Ինքը Միացյալ Նահանգները կարող են դիմել այդպիսի գործողությունների։ Իթեքսետը քիչ առաջ նկար էր հրապարակել, թե ինչպես իրենք հարվածում եւ ոչնչացնում են այն հեռադիտարկման շինությունները, որոնք որ կային Իրանում եւ որտեղից որ դիտարկում եւ հարվածներ էին հասցնում, դրանից հետո իրանցիները նավերի ուղղությամբ։ Այդպիսի նկար է հրապարակել Pete Hegseth-ը։ Մեկ դրական հայտարարություն էլ կա Թրամփի կողմից, որ Իրան թույլ է տվել իրենց քաղաքացուն, որը որ 24 թվականին անօրինական ձևով հատել էր Իրանի սահմանը եւ ձերբակալված էր, լքել Իրանը, ազատ է արձակել, դա դրական է գնահատում Թրամփը, բայց Միացյալ Նահանգների ռազմական գործողությունը Իրանի նկատմամբ չի ավարտվում, մենք տեսնում ենք, որ անընդհատ նոր հարվածներ է հասցնում Միացյալ Նահանգները, այսինքն 5-րդ, 6-րդ արդեն գիշերային հարվածն է հասցրել Միացյալ Նահանգները, ամենակարևորը այստեղ այն է, որ Իրանը սկսել է հարվածներ ավելի հստակ հասցնել Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին եւ օբյեկտներին, դրանից բացի հայտարարել է, որ Թրամփի բիզնեսը նույնպես Մերձավոր Արևելքում իրենց համար օրինական թիրախ է։ Պատկերացրեք, այսինքն եթե հյուրանոցներ կան, Trump Tower-ներ եւ այլն, Թրամփի բիզնեսը ամբողջ աշխարհում, հարուստ երկրներում կա տարածված է, նույնիսկ Բաթումիում կա իր հյուրանոցը կարծես։ Մի խոսքով ասածս այն է Մերձավոր Արևելքի մասին իհարկե, որ Մերձավոր Արևելքում Թրամփի ունեցվածքը նույնպես դարձել է թիրախ Իրանի համար։ Իսկ այն նկարները, որոնք որ հրապարակում է իրանական կողմը, թե ինչպես է հարվածներ հասցնում ամերիկյան ռազմաբազաները, շատ հետաքրքրական է, քանի որ շատ նման է, որ իրանցիները ինչ որ արբանյակային տեսանյութեր են հրապարակում կամ անօթաչու սարքեր ունեն, որոնք որ հետախուզում են իրականացնում եւ տեսահանում են, թե ինչ հաջողություններ է գրանցել Իրանը։ Բայց այնպես չէ, որ Իրանը հաղթանակ է տանում այս պատերազմում, մենք ունենք
Հստակ տեղեկություն, որ արդեն Միացյալ Նահանգները հասան հետևյալ որոշման է, սկսեցին հարվածներ հասցնել իրանական կամուրջներին։ Երեք Բենդեր Աբասից Շիրազ տանող կամուրջին է հարված հասցնել Միացյալ Նահանգները։ Թրամփի սպառնալիքները փաստացի իրականացվում են եւ դեռ սկսեցին կամուրջներից, երևի 1-2 կամուրջ կոչնչացնեն, կտեսնեն թե իրանական կողմը ինչպես կարձագանքի, կրկին կվերադառնա բանակցությունների սեղան թե չէ, հետո նոր հարված կհասցնեն էլեկտրական համակարգին, այսինքն ես տեսնում եմ լուրջ էսկալացիա, ինչպես արդեն նշեցի, ցամաքային գործողությունը շատ հավանական է դառնում, օրեցօր այդ հարցը ավելի է քննարկվում, կամուրջների հարվածը արդեն իրականություն դարձել է, բնականաբար մասամբ, նույնիսկ մասամբ էլ չէ, դեռևս ցուցադրական, եւ կարող է ավելի լուրջ ռազմական գործողությունների մենք արդեն ականատես լինենք մոտակա ժամանակահատվածում, եթե նաեւ էլեկտրական հատվածին հասցնեն հարված գազային համակարգին Իրանի Միացյալ Նահանգները, մի խոսքով շատ լուրջ բարդություններ են սպասում Իրանին։ Ինչ այլոց Միացյալ Նահանգներից հակասական տեղեկություններ ունենք, Իրանը ցանկանում է բանակցություններ թե չէ, Պակիստանը էլի իրար է անցել, փորձում է բոլորի հետ խոսել, բոլորի հետ պայմանավորվել, բոլորին բերել բանակցային դաշտ, այսինքն հակասական տեղեկություններ ունենք բանակցությունների մասով։ Իբր Իրանը խնդրում է կրկին բանակցություններ Միացյալ Նահանգներից, չեմ բացառում, բայց չեմ էլ կարող հաստատել։ Հիմա սիրելի հայրենակիցներ, խոսենք Ուկրաինայից։ Երեք առավոտյան տեղեկություն ստացվեց, որ Ղրիմի կամուրջը փակվել է։ Հետո տեղեկացանք այն մասին, թե իբր այն ուզեցել են պայթեցնել, ինչ որ դիվերսիոն խմբեր, ահաբեկիչներ, չգիտեմ որքանով սա համապատասխանում է իրականության, դժվար է ասելը։ Հիմա ռուսները ամենուր հայտարարում են, որ ահաբեկիչներ են ձերբակալում ամենտեղ եւ այդպես շարունակ։ Դա էլ ինչ որ միտեղ հասարակության դեմ արդարանալու ձև է։ Երեք նաեւ մենք տեղեկացանք այն մասին, որ ուկրաինական անթրջող սարքերը կրկին Էնգելսում այրադրոմի են հարվածել, Սարատովում Էնգելսում հարված են հասցրել այրադրոմի։ Դրանից բացի ուկրաինական ծովային դրոնները հարված են հասցրել ռուսական ստվերային նավատորմի 2 տանկերների։ Միջայլոց դուք խնդրել եք նաև տեսանյութերը նույնպես փորձեմ ներկայացնել։ Դրանից բացի ուկրաինական հատուկ ջոկատը, Օմեգա ջոկատը կարողացել է ոչնչացնել մեծ ռմբակոծիչ Ռուսաստանի Դաշնության մեջ Su-24M-ը Ղրիմում, Սակիում։ Եվ ահա այդ հարվածով եւ ինքնաթիռի ոչնչացումով հաստատի Ուկրաինան կարողացել է կանխել այդ պահին նրա նոր թռիչքը, մարտական թռիչքը։ Ուկրաինայում բավականին լուրջ իրարանցում է, այն բանից հետո, երբ որ Զելենսկին ազատ է արձակել պաշտպանության նախարարին, ցույցեր են Ուկրաինայում շատ տարօրինակ իրավիճակ է Ուկրաինայի համար։ Մի խոսքով հասարակությունը այդքան էլ գոհ չէ Զելենսկիի այդ որոշումից։ Տեսնենք թե ինչ կսպասվի այդ մասով Ուկրաինային։ Այդտեղ խոսվում է, որ Գենշտաբի եւ Պաշտպանության նախարարության միջև հակասություններ կային, թե որն է առաջնահերթը դրոնների արտադրությունը, թե հրթիռների, մի խոսքով այդպիսի իրավիճակ է Ուկրաինայի ներսում, նաեւ Պաշտպանության նախարարության շուրջ Պեսկովը երեք մի քանի հայտարարություն է արել Ուկրաինայի մասով, Մարիա Զախարովան։ Դա կարևոր է այն առումով, որ մենք տեսնում ենք, որ իրավիճակը Ռուսաստանում ավելի է վատթարանում եւ ռուսները հասկանում են, որ պետք է բանակցեն արդեն Ուկրաինայի հետ, չնայած նրան, որ Պեսկովը հայտարարել է, թե ներկայումս Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար կամ արագ բանակցությունները վերսկսելու համար հեռանկարներ չկան, բայց նույն ժամանակ տոնը զգացվել է իր հայտարարության մեջ, որ Ռուսաստանը ուզում է կարծես բանակցել։ Զախարովան իր հերթին հայտարարել է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներից որ լուրջ առաջարկներ լինեն, իրենք չեն հրաժարվի Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի կարգավորումից։ Այսպիսի ոճի հայտարարություններ ենք մենք տեսնում Ռուսաստանի Դաշնությունից։ Հստակ երևում է, որ բավականին նեղն են ընկել
Եվ ուզում են ավարտ տալ այդ պատերազմին եւ դա այն բանից հետո որ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, հստակ ասել էր Վլադիմիր ժամանակն է եկել, որ դու ավարտին հասցնես այդ պատերազմը։ Ինչպես ես արդեն նշեցի սկզբում, Թուրքիայի արտգործ նախարար Ֆիդանն էր գտնվում Կիևում, եւ այդտեղ էլ մի շարք հայտարարություններ են արվել, մեդալ են տվել Ֆիդանին։ Թուրքիան հայտարարում է, որ ինքը կարող է Ուկրաինայի անվտանգության երաշխավոր դառնալ, բայց ծովային մասով, ծովային հատվածը վերցնում է իր վրա։ Ֆիդանը հաճախ խոսում է այն մասին, որ ծովերի վրա չպետք է ռազմական գործողություններ ընթանան եւ կոչի անում ուկրաինական եւ ռուսական կողմին ծովի վրա ոչ մի նավի հարված չհասցնել, բայց մենք տեսնում ենք, որ կարծես այդ հայտարարությունները ինչ որ միտեղ Ռուսաստանին ավելի ձեռնտու են, քանի որ հիմա Ուկրաինան կարողացավ ոչնչացնել Ռուսաստանի գրեթե ամբողջ նավատորմը, նաեւ ստվերային նավերը, մի խոսքով այդ հայտարարությունները միշտ երբ որ Թուրքիայից հայտարարություններ են հնչում կամ Թուրքիայի արտգործ նախարարությունից Կիևում կապ չունի որտեղ, ինչպես ես տեսնում եմ այդ ամենի մեջ թաքուն ինչ որ Ռուսաստանի աջակցություն, այնպես չէ որ Թուրքիան ցանկանում է որ Ռուսաստանը հզորանա, հաղթանակ տանի, բայց շատ ճակուն ձևով թուրքերը խաղում են Ռուսաստանի հետ եւ մեկ-մեկ Ռուսաստանի շահեկան բաներ ասում են իրենց հայտարարությունների մեջ։ Եվ վերջում Չինաստանի մասով, սիրելի հայրենակիցներ, երեք մի հետաքրքիր հրապարակում աչքովս ընկավ, որ Չինաստանը բավականին լուրջ ձևով պատրաստվում է պատերազմի ընդդեմ Միացյալ Նահանգների, հիմա կան հստակ տեղեկություններ, նույնիսկ նկարներ կային, որ Չինաստանը մեծ նավերի, ավիակիրների, տարբեր ռազմաբազաների մակետներ է պատրաստել իր մոտ, որոնց նկատմամբ հարվածներ է հասնում, այսինքն պոլիգոն է սարքել ամերիկյան ռազմաբազաների մակետներով, նավերի մակետներով, մի խոսքով, եւ այդպիսի պարապմունքներ են անցկացնում Չինաստանի զինվորականները, ռազմական զորավարժությունները, դրանից բացի օրեր առաջ կար հետաքրքիր մի տեղեկություն, նաեւ Մասկի արբանյակային համակարգի մասին, Starlink-ի մասին, որը որ հիմա բավականին լուրջ խնդիրներ եւ գլխացավանք է ստեղծել Ռուսաստանի համար, քանի որ ուկրաինական դրոնները օգտվում են այդ համակարգից, ռուսները փորձում են հիմա ինչ որ մի ձևով դրանց հաջողականությունը կարողանալ մարել տարբեր ձևերով, մասամբ արդեն ստացվում է ռուսների մոտ, բայց մեծ հաշվով շատ լուրջ հաջողություններ չունեն, բայց չինացիները իմիջայլոց ռուսների նաև ներգրավմամբ այդ ծրագրի մեջ ստեղծել են այնպիսի մի զենք, որով որ տարբեր հաջողականությունների միջոցով կարող են շարքից հանել այդ արբանյակները, ընդհանրապես վառել, կարող են վառել այդ արբանյակները։ Բնականաբար դեռևս այդ ամենը չի կիրառվել, բայց իրենց գիտնականները շատ լուրջ ձևով զբաղվում են եւ ասում են, որ հաջողություններ ունեն չինացիները, որ պատերազմի դեպքում իրենք արդեն կարող են այրել Starlink արբանյակները եւ նաեւ այս մակետները նույնպես մեզ հուշում են այն մասին, որ Չինաստանը պատրաստվում է Միացյալ Նահանգների դեմ հնարավոր պատերազմի։ Բնականաբար եթե մենք այդ ամենը լսում ենք, դա լսում են նաեւ ովքեր Միացյալ Նահանգները եւ Թրամփը հետաքրքիր շատ հայտարարությամբ է հանդես եկել, որ Չինաստանը 2020 թվականին բավականին լուրջ ձևով բավականին մեծ գումարներ ծախսելով միջամտել է նախագահական ընտրություններին եւ արել է ամեն ինչ, որպեսզի Դոնալդ Թրամփը պարտվի։ Ինքը մեղադրել է Չինաստանին, Հյուսիսային Կորեային, Իրանին եւ Ռուսաստանին։ Եվ սա էլ սիրելի հայրենակիցներ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծում։ Մենք ավելի ու ավելի պարզ ենք հասկանում, կարծում եմ արդեն գաղտնիք չէ ոչ մեկի համար, ոչ Իրանի դեմ պատերազմը, ավելի շուտ Իրանի համար պատերազմ է։ Միացյալ Նահանգները, եթե ունեցավ Իրանը վերցրեց վերահսկողության մեջ, դա շատ կարևոր հաղթանակ կլինի ինչ որ միտեղ, նաև Չինաստանի դեմ։ Ահա ես այսպես եմ ամեն ինչ տեսնում։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։